Դուք դիտում եք ապրենք առողջ հաղորդումը 21 TV եթերում բարև ձեզ։ Ես Տաթև Արաքելյանն եմ։ Այսօր տաղավարում հյուրընկալել եմ բժիշկ մաշկաբան Էդուարդ Ավագյանին։ Մին զրույցին անցնելն ասեմ շնորհակալություն սպասարկման համար Glimt Beauty House-ին, տեղեկացնելով, որ այն գտնվում է Գյուրջյան 17 հասցեում, հեռախոսահամարն է 077 31 30 74։ Բարի գալուստ, շնորհակալություն, որ եւս մեկ անգամ ժամանակ եք մեզ հատկացրել։ Բարև ձեզ Տաթև ջան, ես եմ շնորհակալ կրկին հրավիրելու համար։ Վստահ եմ, որ էլի շատ լավ հաղորդում ենք ունենալու, որտեղ ձեզ հետ միշտ հաճելի է եւ հետաքրքիր է զրուցելը, եւ այսօրվա թեման ընտրել եմ այդքան էլ լավը չի, բայց եթե կան դեպքեր, ուրեմն պիտի բարձրաձայնենք այս մասին, որպեսզի տեղեկացնենք եւ հնարավորինս կանխենք։ Խոսելու ենք մաշկի քաղցկեղից։ Սովորաբար երբ մենք ասում ենք մաշկի քաղցկեղ, մտածում ենք միայն մելանոմա, բայց արի ուտես, որ մենակ չէ այս հիվանդությունը եւ տեսակների տարածվածության մասին կխնդրեմ բարձրաձայնեք։ Շատ ճիշտ եք, մելանոման այն միակ չարորակուռուցքը չի մաշկի, որ կա, ու ընդհակառակը մելանոման երևի համարվում է 15% բոլոր չարորակուռուցքների, այն 85%-ը կազմում են հիմնականում բազալ բջջային քաղցկեղը եւ տափակ բջջային քաղցկեղը։ Վախենալու բառեր եք ասում։ Վախենալու բառեր, բայց դրանց մասին մանրամասն կխոսենք։ Իսկ ինչու ենք մենք այսօր դրա մասին խոսում, որովհետև մայիսը համարվում է մելանոմայի իրազեկման ամիս եւ իրազեկենք մեր ժողովրդին դրա մասին, որովհետև այս 3 ուռուցքների պարագայում վաղաժամ հայտնաբերումը կարող եմ ասել փրկում է կյանքեր։ Հիմա եկեք մանրամասն բոլորի մասին խոսենք, սկսենք ամենա թեթև ամենաբարորակ չարորակ ուռուցքից, այսպես եթե ասենք, ճակերտավոր։ Դա բազալ բջջային քաղցկեղն է կամ բազալիոմա։ Ինչու է ճակերտավոր ամենաբարորակ, որովհետև սրա ելքը բարենպաստ է, որովհետև չունի միտում մետաստազավորվելու։ Ընդհանրապես մենք համարում ենք ուռուցքը չարորակ, եթե այն ունի միտում տարածվելու տարբեր օրգան համակարգերում։ Այս պարագայում բազալիոման չունի այդ հատկությունը, բայց բարի չարորակ է, բայց ինչ հատկություն ունի, որը իհարկե էլի վատ է, այն տեղակայում է մարմնի այն հատվածներին, որոնք անդադար ենթարկում են արևի ճառագայթների ազդեցությանը, դա դեմքն է, դա ձեռքերն են, ու շատ հաճախ ունի կրկնվելու հատկություն, ունի բազմակի առաջանալու հատկություն, այսինքն նույն բուժառույ մի քանի տեղ նույն բուժառույի մոտ կարող է առաջանալ։ Իհարկե նման դեպքերում մենք խոսում ենք գենետիկ նախատրամադրվածության մասին, բայց ամեն դեպքում դա գոյություն ունի եւ դրա հետ պետք է աշխատել։ Ինչպես է զարգանում։ Զարգանում է մաշկի բազալ շերտի բջիջներից, որոնք սկսում են անկառավարելի աճել, բարեբախտաբար աճում են այդ հատվածում միայն, ու մյուս վատ առանձնահատկությունը ինչն է, որ քանի որ այն տեղակայված է հիմնականում դեմքի, այսպես ասած, ոսկրին մոտ գտնվող մաշկին, դա կարա լինի գլխամաշկի մազածածկ հատվածը, քունքային հատվածը, ունքերի շրջանում, քայքայելով տվյալ հատվածի մաշկը, նա շատ արագ քայքայում է նաև ստորադիր հյուսվածքները, հասնելով նույնիսկ ոսկորը, քայքայելով ոսկորը։ Այդ դրանով է նրա բարդությունը։ Իհարկե դա տեղի ունենում բավականին երկար տարիների ընթացքում, ժամանակահատվածի ընթացքում, ցավոք միշտ չէ, որ բուժառուները այդ ժամանակը օգտագործում են իօքուտ իրենց։ Ընդհակառակը սպասելով։ Բայց երևացող է, չէ՞, ինքը պիտի որ մենք երևացող խնդիրների համար շատ ավելի շուտ ենք հասնում բժշկի։ Իհարկե երևացող է, ու ընդ որում ինչի վրա պետքա մենք ուշադրություն դարձնենք, բուժառուն պետքա ուշադրություն դարձնի մի քանի կարևոր կրիտերիաների վրա։ Առաջինը տարիք։ Սովորաբար բազալ բջջային քաղցկեղը հայտնաբերվում է 70+, շատ հաճախ 70+ տարիքի անձանց մոտ։ Բայց երիտասարդներն էլ չէ, ապահովագրված չեն։ Շատ ավելի հազվադեպ, բայց նաև երիտասարդների մոտ էլ կարող է լինել։ Հայտնվում է, ասել եմ, մաշկի բաց հատվածների վրա, դիտվում է շատ հաճախ բաց երանգ ունեցող բուժառուների մոտ եւ տարիների ընթացքում սկսում է քայքայել տվյալ հատվածը։ Այսինքն, եթե բուժառուն ունի փոքր
կամ չափերն էական չէ, որից է մի բորբոքային կարմիր, վարդագույն, թեկուզ խոցոտված, թեկուզ չխոցոտված, թեփոտված որևէ մի օջախ իր մաշկի վրա տվյալ հատվածներում, քիթը կլինի, ականջը կլինի, մազերի մեջ կլինի կամ եթե ճաղատ է, իհարկե ճակատին եւ այլն։ Եվ դա տարիների ընթացքում չի անցնում կամ ամիսների ընթացքում չի անցնում։ Նա պետք է դիմի մաշկաբանի հետազոտվելու համար այդ կապակցությամբ։ Մյուսը տափակ բջջային քաղցկեղը։ Տափակ բջջային քաղցկեղը միջանկյալ տեղ է գրավում մելանոմայի ու բազալ բջջային քաղցկեղի միջև, շատ վտանգավոր քաղցկեղ է, ի տարբերություն բազալ բջջային քաղցկեղի, որովհետև կարող է մետաստազավորվել գրեթե բոլոր օրգաններում, շատ հաճախ թոքեր, ներքին օրգաններում։ Եվ ինչն է բնորոշ սրան, որ շատ հաճախ տափակ բջջային բարի չէ, շատ չար է, շատ չարչարորակ է, ու ինչն է բնորոշ, որ հաճախ տափակ բջջային քաղցկեղին նախորդում են որից է մի նախաքաղցկեղային իրավիճակներ։ Օրինակ, ակտինիկ կեռատոզ կլինի կամ որոշակի վերապահումներով կարող ենք ասել նաև կոնդիլոմաները, սեռական գործունքներն էլ ինչ որ չափով կարող ենք համարել ոչ թե նախաքաղցկեղային, քաղցկեղին նպաստող վիճակներ։ Հիմա բացատրեմ ինչու։ Հասկանանք պատճառները, ինչից են զարգանում այս տափակ եւ բազալ բջջային քաղցկեղները, մելանոման այդ թվում, արևի ուլտրամանուշակագույն ճառագայթներ։ Սրանք ամենամեծ նպաստող գործոններն են քաղցկեղների առաջացման, մաշկի քաղցկեղների առաջացման, որովհետև արևի ուլտրամանուշակագույն ճառագայթները բերում են վերնամաշկի բջիջների, բազալ շերտի բջիջները կլինեն, այլ կերատինոցիտներ կլինեն, այսինքն մեր մաշկի բջիջները, բերում են այս բջիջների DNT-ի այնպիսի փոփոխության, որ սրանք սկսում են անկառավարելի աճել։ Դա մեկ։ Երկրորդը, իհարկե կենսակերպն այստեղ շատ կարևոր ունի, արևի ուլտրամանուշակագույն ճառագայթներից բացի շատ վնասակար է նաև բավականին մեծ տարածում գտնող ցավոք սոլյարիները, որոնք կրկին ճառագայթման մի ձև են եւ կրկին համարվում են ռիսկի գործոններ չարորակ ուռուցքների առաջացման համար։ Պապիլոմավիրուսը, ինչպես նշեցի, սեռական գործունքների հարուցիչներն են, սրանք, ինչպես բոլոր վիրուսները, իրենք ինտեգրվում են բջիջների գենոմի մեջ, բջիջների DNT-ն օգտագործում են իրենց համար։ Եվ այդ գենոմի մուտացիաները, որոնք կարող են առաջանալ պապիլոմավիրուսի ազդեցությամբ, կարող են բերել տվյալ բջիջների էլի անկառավարելի աճի։ Եվ դա կարող է բերել, օրինակ մենք գիտենք պապիլոմավիրուսով, քաղցկեղածին պապիլոմավիրուսով կարող է կանանց մոտ զարգանալ արգանդի վծիկի քաղցկեղ։ Այս պարագայում կարող են զարգանալ նաև տափակ բջջային քաղցկեղ մաշկի վրա, լորձաթաղանթին, բերանի խոռոչում նույնիսկ ինչու՞ չէ, Բոուենի հիվանդությունը։ Քիչ զղջում եմ ընտրված թեման արդեն։ Դե հիմա այդ է Բոուենի հիվանդությունը, Քեյրայի էրիթրոպլազիան, այս բոլորը համարվում են տափակ բջջային քաղցկեղի դրսևորումներ։ Իսկ վաղ ախտորոշումը ի՞նչ կտա այս դեպքում մեզ։ Տեսեք, բազալ բջջային քաղցկեղի պարագայում դե հասկացանք, մենք կանխում ենք քաղցկեղի ավելի խորը իջնումը, տարածումը եւ արագ հեռացումը, վերացումը հարցերը լուծում են։ Տափակ բջջային քաղցկեղի պարագայում մենք շատ ավելի կարևոր կենսական նշանակություն ունեցող բան ենք կանխում, նրա մետաստազավորվելը, որովհետև երբ որ տափակ բջջային քաղցկեղը տեղակայվում է դեռևս մաշկի, վերնամաշկի հաստության մեջ, այն դեռ չի մետաստազավորվում։ Մենք կարող ենք հեռացնել, հսկել պացիենտին եւ նա կարող է ապրել այնքան ինչքան կապրեր։ Առանց դրա։ Բայց երբ որ արդեն հասնում է ավելի խորը շերտեր, որտեղ տեղակայված են արյունատար եւ ավշային անոթներ, քաղցկեղի բջիջները
ավշային եւ արյունային ճանապարհով կարող են մետաստազավորը տարածվել։ Նախ եւ առաջ իհարկե տարածվում են ավշային անոթներով շրջանային կամ ռեգիոնալ ավշային հանգույցներ։ Դրա համար երբ որ տափակ բջջային քաղցկեղով բուժառուին հետազոտում են, հաստատում են, որ դա է, հեռացումից բացի ցանկալի է նաև հետազոտել շրջանային ավշային հանգույցները։ Հետո նաև քիմիոթերապիա է ստանում այս դեպքում։ Եթե մետաստազավորված է, եթե տարածված է հարակից ավշային հանգույցներ, ապա այո։ Քիմիոթերապիա կլինի, իմունոթերապիա կլինի։ Նույն են սխեման, որով անցնում են մնացյալ այլ քաղցկեղային։ Մի քիչ առանձնահատկություններ կան, օրինակ բավականին օգտակար ազդեցություն ու մեծ արդյունավետություն ունի տափակ բջջային քաղցկեղների ժամանակ ճառագայթային բուժումը։ Տեղային, հա։ Տեղային ճառագայթային, օրինակ ֆոտոդինամիկ ճառագայթային բուժումը եւս արդյունավետ է։ Փոքր օջախների պարագայում ինչքանով էլ որ զարմանալի լինի, թե բազալ բջջային, թե տափակ բջջային քաղցկեղի ժամանակ կարող են օգնել նաև որոշակի տեղային միջոցներ, կրեմներ կան այդպիսի, տեղային դեղաձևեր, որոնք այսպես եթե ավելի բացատրեմ, մոբիլիզացնում են մաշկի իմուն համակարգը, հավաքում են այդտեղ եւ սեփական իմուն համակարգի օգնությամբ վերանում են այդ քաղցկեղային բջիջները, բայց խոսքը գնում է փոքր օջախներ։ Հենց այդ դրա համար էլ է նաև պետք ժամ առաջ հայտնաբերել, որպեսզի նաև չգնալ հեռացման։ Ինչու՞ չէ, հատկապես այն տեղակայման, որոնք որ հեռացման տեսանկյունից բավականին բարդ են, օրինակ դեմք, գենիտալ շրջան, որտեղ մեծ մակերեսով հեռացումը կարող է բերել շատ կոպիտ սպիների, դեֆեկտների, էսթետիկ առումով մանավանդ կանանց, ինչու՞ չէ, նաև տղամարդկանց համար շատ վատ դեֆեկտների, նման դեպքերում իհարկե օգնում են մեզ այդ տեղային միջոցները։ Այսինքն այն, որ սկզբում նշեցինք, թե որքան կարևոր է իրազեկումը եւ վաղ կանխարգելումը եւ նաեւ ախտորոշումը, այս դեպքում իսկապես վճռորոշ է լինում։ Ոչ միայն այստեղ կյանքի որակի խնդիր է, այլ նաև կյանքի տևողության խնդիր ենք լուծում, ինչը շատ-շատ կարևոր է, հետեւաբար որքան շուտ, այնքան լավ, այնքան արդյունավետ տեղին է ասված։ Միանշանակ, եւ այստեղ ես կուզենայի խոսել նաև թե ինչպես ենք մենք հետազոտում այդ գոյացությունները ու բարեբախտաբար հիմա հետազոտման եղանակները շատացել են, մոտեցել են բարձր ճշգրտությանը, մի քանի եղանակներ կան, ու ընդ որում ամենահարմարը դա դերմատոսկոպիկ հետազոտությունն է, ոչ ինվազիվ, այսինքն ոչինչ չի կտրվում, ոչինչ չի հեռացվում, չի ցավացվում, պարզապես խոշորացույցի նման մի սարք է, այստեղ օգտագործում է օպտիկական ֆիզիկայի որոշակի կանոններ, դրա օգնությամբ մենք նայում ենք գոյացությունը եւ դերմատոսկոպի օգնությամբ գրեթե 98-99% ճշգրտությամբ մենք կարող ենք ասել, սա բազալ բջջային քաղցկեղ է, սա տափակ բջջային, թե մելանոմա է, թե ոչ ուռուցքային գոյացություն է, ոչ շարորակ գոյացություն է։ Կասկածեցինք դերմատոսկոպով, որ սա չարորակ ուռուցք է, ինչ ենք անում։ Հաջորդ քայլը դա գոյացության կամ հեռացումն է, հատումն է հետագա հյուսվածաբանական հետազոտությամբ կամ բիոպսիա, այսինքն գոյացությունից մի կտոր վերցնել եւ կատարել հյուսվածաբանական հետազոտություն։ Հյուսվածաբանական հետազոտությունը հաստատեց որոշ դեպքերում արդեն բուժական նպատակներից ելնելով, բուժման սխեման իմունոթերապիայի համար եւ այլն, արդեն իրականացվում է իմունոհիստոքիմիական հետազոտություն, ու դա արդեն ուռուցքաբանների գործառույթն է, իրենք ավելի մանրամասն դրա մասին կարող են խոսել։ Այսինքն առաջին քայլը դա ոչ ինվազիվ, շատ թեթև, շատ արագ եւ ինչու՞ չէ, շատ կարևոր մի բանի մասին էլ պետք է ասեմ, ֆինանսական առումով բավականին մատչելի մի գործողություն է, որը կարող է, կարծում եմ, ցանկացածը իրեն դա թույլ տալ։ Այո։ Ես հիմա առաջարկում եմ գնանք դիտելու փոքրիկ տեսանյութ, կվերադառնանք ու կշարունակենք։
Եթե տարիներ առաջ պերմանենտ դիմահարդարման հայ մասնագետները համաշխարհային բրենդներին միջազգային որակավորում ունեցող մասնագետներից սովորելու համար պիտի երկրից դուրս գնային, մեծ գումարներ ծախսեին, ապա այդ նույն համաշխարհային բրենդներն ու մասնագետներն արդեն իրենք են գալիս Հայաստան։ Իսկ կազմակերպիչը Tatu Generation ընկերությունն է։ Հերթական ստացված կոնֆերանսի մասին զրուցելու ենք ընկերության հիմնադիր տնօրեն Տիգրան Ավագյանի հետ։ Շնորհակալություն եւս մեկ անգամ մեզ հետ զրուցելու համար։ Ինձ հետաքրքիր է բացի որակական նոր հատկանիշների հասնելը, բացի նոր փորձը, նոր մեթոդներ իմանալը, հա։ Ինչ է տալիս ձեր կազմակերպած միջոցառումները մասնագետին եւ ինչու պիտի մասնակցեն իրենք ձեր կոնֆերանսներին։ Բարև ձեզ Տաթև ջան, շնորհակալություն եւս մեկ անգամ մեզ հնարավորություն ընձեռնելու համար, մեր մասին իրազեկելու մասին։ Տեսեք, բացի այն, որ տալիս ենք մի մեծ ինֆորմացիա, տոպ մասնագետներ են գալիս, բրենդի ղեկավարներ են գալիս Հայաստան, իրենց բրենդի մասին են ներկայացնում, հա, հենց հիմնադրի կողմից են լսում այդ ամենը։ Առաջի ձեռքից։ Այո, առաջի ձեռքից, նաև հենց տեղում ցույց են տալիս պրոցեդուրաներ եւ ինֆորմացիա են տրամադրում։ Բացի այդ, տեղի մասնագետները վաղը մյուսօր ուզում են ելույթ ունենալ այլ երկրում, ինչու՞ չէ նաև Հայաստանում եւ այլ երկրում հնարավորություն են ընձեռում տեսնել ինչպես կարելի է հետագայում ելույթները կազմակերպել իրենց, այսինքն բացի այն, որ գիտելիք են ստանում, նաև փորձ են ձեռք բերում, որ ինչպես կարելի է հետագայում իրենք կազմակերպեն նմանատիպ կոնֆերանս, ինչ որ միտեղ ելույթ ունենան, ինչ որ միտեղ պրոցեդուրաներ անելուց, հա, նոն-ստոպեր գոյություն ունեն, այսպես կոչված, որ կոնֆերանսի ժամանակ ցուցադրություններ են կատարում նոն-ստոպ, այսինքն տապչանների վրա աշխատանք են իրականացնում, մարդիկ գալիս են, հարցեր են տալիս եւ այլն։ Այսինքն փորձի նաեւ այս տեսանկյունից կարելի է դիտարկել, որ նաեւ այս տեսանկյունից փորձի ձեռքբերում են։ Իդեպ այսօր մեզ մոտ 9 ընկերություններ եկել իր հենց առաջի ձեռքից, հենց հիմնադրի կողմից, այդ ամեն ինչը ցուցադրվում էր։ Բացի այն մեր հիմնական ցուցադրումներն ու պրոցեդուրաները, որ կատարում ենք, այսօր ավելացրեցինք այսպես պիրսինգը, հա, նաև ականջի դակումը, իդեպ իրենք ունեն հենց հատուկ ստերիլ տարբերակով մշակված, եւ իրանք են միայն, ես դեռևս չեմ տեսել այլ պիրսինգ, որը այդպես փաթեթավորված, հենց ստերիլ տարբերակով, որ հենց միանգամից հանում են, ու ուրիշ ձև չեմ կարող անվանեմ, այդ պիստոլետիկներով, որ դակում են ականջը, հենց ինքը արդեն ստերիլ վակուումային տարբերակով է, ոչ մի հպում չունի ուրիշտեղ։ Այսինքն մեր ապագա երեխաներին, հա, կարելի արդեն էլ ավելի վստահորեն տանել դեպի այդ պրոցեդուրա, քանի որ մասնագետները անում են, իհարկե իրանք են ստերիլիզացնում, ինչքան իրենք գիտելիքներն է, ինչքան իրենց գիտելիքների սահմանն են ներում, բայց այս պարագայում տալիս են լիարժեք ինֆորմացիա։ Այսպես կոչված։ Այո, տալիս են QR կոդով դասընթացներ, իդեպ անվճար էր մասնակիցների համար այդ դասընթացները, իրենց մոտ վճարով է, այս անգամ նրանք ովքեր չեկան։ Այո, այս անգամ անվճար է լիովին այդ ուսուցողական ծրագիրը իրենց մոտ, կարող են QR կոդով գրանցվել, վերցնել ուսուցողական ծրագիրը, սովորել կատարել այդ պիրսինգ տարբերակը ստերիլ տարբերակով արդեն, հա, որը շատ կարևոր է, չվնասել մարդուն, մենք գործ ունենք իհարկե բյութի ոլորտի հետ, բայց գործ ունենք նաև մաշկի հետ եւ պետք է չվնասենք, պետք է ամեն ինչ մաքուր լինի, ստերիլիզացված եւ գիտելիքը լի լինի այդ առումով։ Այստեղ նաև ուզում եմ ձեզ լրացնել, իհարկե ձեր թույլտվությամբ, որ բացի այն ամեն ինչ, ինչ որ նշեցիք, ձեր կոնֆերանսներն իրական տոն են դառնում բոլոր մասնակիցների համար։ Երբ հենց առաջին քայլից տեսնում ես, թե ինչ խանդավառությամբ են մասնակիցները լինում, ինչքան հաճելի ժամանակ են անցկացնում, միայն այդ լավ ժամանակի համար նույնիսկ կարելի է գալ կոնֆերանսին մասնակցել, որովհետև նախ ունենում են մեծ պորտֆելիո, ամենակարևորներից այս դարում, դրան գումարածել մարդիկ իսկապես լիցքաթափվում են ու լավ ժամանակ են անցկացնում։ Սա ամենակարևորներից մեկն է, բացի գիտելիքը։ Տեսեք, իհարկե մեր մոտ կոնֆերանսները ամեն անգամ էլ ավելի լավացնում ենք շոու ծրագրերը։ Իրական տոն է։ Այո, մարդիկ գալիս են, մենք չենք ուզում, որ գան միայն գիտելիք ստանան, որովհետև 2-3 ժամ հետո մարդ արդեն հոգնում է նույն բանը լսելուց, ու նույն բան ասելով, նույն թեմայի շուրջ զրուցելուց, արդեն մի փոքր ձանձրանում է։ Կոֆե բրեյքից հետո էլ բոլորս գիտենք, որ մի քիչ ավելի շատ ցանկանում ենք քնել, հանգստանալ կամ ոչ աշխույժ գործ կամ ուղեղներս չծանրաբեռնել։ Դրա համար մենք լրացրել ենք այդ ամեն ինչը, փոփոխել ենք մի քիչ շոու ծրագրերով, այլ թեմաներով, մի փոքր ավելի զվարճալի նկարվելով, ֆոտոզոնաներով։ Մի փոքր չէ, շատ։ Իդեպ հիմա մյուս կոնֆերանսները, ովքեր որ պետք է կազմակերպեն,
պետք է փորձեն էլ ավելի լավացնեն, այսինքն ես բարդացրել եմ իրենց կյանքը, այսպես ասած, որովհետև համ մաչելի է, համ ամեն ինչ լի ու լեփլեցուն, եթե նկատել եք մեր coffee break-ներից սկսած, շոու ծրագրերից սկսած, Աղարմուտքավճարը, մասնակցության վճարը այսպես կոչված, միայն եթե նայելու ենք, սննդի գումարը դուրս չի գալիս։ Հետաքրքրում է թե այդ ինչպես է կարողանում շոուն կազմակերպել, լուսավորություն, դիզայն, ֆոտոզոն, ել չեմ խոսում մնացածը։ Այո, դա իհարկե ծախսեր են, որոնք պետք է անենք, բայց դա սիրով ենք անում, որովհետև սրտանց ենք անում այդ ամենը, մեր ժողովրդի համար, մեր մասնագետների համար, որ beauty ոլորտը էլ ավելի զարգանա, այն անձինք, ովքեր շատ գումար չեն ուզում ծախսեն կամ չունեն, կամ այլ ծախսելու տեղեր ունեն, մենք մաքսիմալ իջեցրել ենք գինը, որ զուտ գոնե coffee break-ի գինը դուրս գա, մնացածը սրտանց նվիրում ենք եւ ամսի 13-ին ժամը 4-ին մեզ մոտ հասարակական կազմակերպություն ենք բացել, ժամը 4-ին տեղի մասնագետների համար լիարժեք անվճար ենք դրել, այնպես որ ցանկացողները, պերմանենտ մեյքափ անողները կարող են գրանցվել, զանգահարել, իմանալ տեղեկությունը, գալ, նաեւ թույլ ենք տալիս ելույթ ունենալ, լիովին անվճար։ Այնպես որ սրտանց անում ենք, մնում է գալ, վերցնել, սկսել, վայելել։ Ընդունել այն ինչ տալիս են։ Ну, такие мероприятия нужны, во-первых, для того, чтобы повысить компетенцию мастера, да, то есть чтобы мастер увидел, как работают другие, чем работают другие, потому что продукция, она совершенно отличается, да, то есть наша продукция от продукции наших друзей, конкурентов, да, то есть у всех разные технологии, поэтому обязательно нужно посмотреть мастеру на то, как работают профессионалы, амбассадоры, которые уже давным-давно используют ту или иную косметику. Вот. Ну и, соответственно, научиться впитать. Очень много вспоминаешь того, что вроде бы знаешь, но забыл, и это всплывает в памяти. Поэтому освежить память всегда полезно, скажем так. Ну, во-первых, я, конечно, хотела бы поблагодарить организаторам. Я много конференций посещала у нас в России, не только, но на такой конференции я первый раз. И шоу-программа, и спикеры, и один обед чего стоит. На самом деле очень классно. Поэтому я думаю, что это запомнится. Ну, лично мне запомнится надолго. Потому что все от души, все по-кавказски, да, с кавказским гостеприимством, поэтому очень классно. Мы очень много где были, в разных странах, да, в разных городах, то есть, я очень люблю вот именно вот эту вот Кавказскую область, то есть и Грузию, и Кавказ российский, да, то есть и Армению, и и меня сильно импонирует вот это вот гостеприимство, как Тигран встретил, то есть он помогает со всеми вопросами, мы приехали издалека на машине, не просто на самолете, то есть он все проконсультировал. Конференцию он говорит, даже обычно я помогаю организаторам что-то организовывать, что-то, то есть, где-то что-то, то есть, поставить, выставить, то есть, он мне говорит, нет, я, говорит, все сам. И он все сам на безупречном уровне, очень все классно, в принципе, организовано. Мне тоже очень сильно понравилось. Потому что Кавказ — это всегда сердцем, мне кажется, да? Армения. Да, в частности, Армения — это всегда с сердцем и с душой. Поэтому по-другому быть, я думаю, не может. Спасибо. Меня зовут Кристина Бразенская, я основатель бренда Тинель. Это международный бренд, мы производим косметику, а также систему для прокола ушей. В Ереване мы впервые выставляемся, недавно появился наш бренд в вашей стране. Безумно рады вашему гостеприимству, организации. Нам все понравилось, и спасибо Тиграну Артуровичу за то, что он собирает всех мастеров, делает эти мероприятия такими такими масштабами, для того, чтобы все мастера продвигались, становились лучше, более компетентные в своей работе. Меня зовут Марина Алиева, я спикер и судья международных конференций. В Ереване я уже 3-й раз, но в первый раз у вас в качестве спикера.
Меня зовут Юсупова Оксана. Я мастер-тренер, эксперт перманентного макияжа на протяжении 7 лет. А в Ереван я приехала впервые. У вас очень вкусная еда, и после приезда сюда я очень сильно поправляюсь. Минус. Да, мне тоже очень понравилось, потому что очень гостеприимный народ. Ну и в целом все очень нравится. Такие мероприятия для многих участников это практически шанс, можно сказать, почти бесплатно получить в одном месте очень много опыта. Даже элементарно пообщавшись с коллегами и найти свое комьюнити, это уже большой плюс. Поэтому я считаю, что такие мероприятия должны чаще проводиться. Это объединяет мастеров, и даже просто обмен опытом – это большая, грандиозная помощь, можно сказать, для мастеров перманентного макияжа. Особенно я говорю с учетом опыта больше 15 лет, потому что раньше такого не было. Сейчас просто, можно сказать, мастера вам разжевывают и дают всю информацию. Бери и пользуйся. Ну, конечно, только положительные впечатления, потому что, ну, в целом организация на высшем уровне. Мне прям безумно все понравилось. Внимательность, опять же, да. Также, ну, про девочек, наверное, позже скажем. Да. Ну, в целом все хорошо, все понравилось. У нас получилось так, что рейс нас задержали практически на сутки. Мы 8 часов пробыли в аэропорту. Человек позаботился, приехал аж несколько раз встретить нас с цветами. Цветами. Да. С своими цветами. Так что очень все понравилось, организация, встреча. Жалко, что это в первый раз у вас. Это должно, между прочим, быть на уровне потока и чаще такие мероприятия. У вас очень много народу, и тем более народ слушает и впитывает все, а это не везде такое бывает. Շարունակելով զրույցը, չմոռանանք, որ մայիսը մելանոմայի իրազեկման ամիս է, հետևաբար նաև ուզում եմ որպես ամփոփում նաև մելանոմայի մասին խոսենք, կարևորենք վաղ ախտորոշումը եւ նշենք, որ իհարկե դուք նշեցիք, որ ընդամենը 15%-ն են կազմում մելանոմայի դեպքերը, բայց այդ 15%-ը մահացության այնպիսի բարձր թվերի մասին են բարձրաձայնում, որ արդեն իսկ արդարացված է լինում այն, որ մարդիկ երբ խոսում են քաղցկեղի մասին մաշկի, միանգամից մտածում են մելանոմայի մասին։ Ուստի նաև ամփոփիչ խոսքը մելանոմայի հետ կապված։ Մելանոման ուռուցքաբաները, ճակերտավոր ասած, անվանում են ուռուցքների թագուհի։ Ճակերտավոր, որովհետև նա կարելի ասել ամենաչարորակ եւ արագ մահվան բերող ճարորակ նորագույացությունն է։ Ուրեմն բոլորի մոտ կա կարծիք, որ մելանոման առաջանում է միայն խալից։ Այնինչ մելանոման 80 եւ ավելի տոկոս դեպքերում առաջանում է արտաքնապես առողջ չցանավորված մաշկի վրա։ Եվ միայն 10-15% դեպքերում առաջանում է խալից։ Ինչպես բազալիոման եւ տապակ բջջային քաղցկեղը, մելանոմայի նպաստող գործոնը հենց էլի արևն է։ Իհարկե գենետիկ նախատրամադրվածություն եւ այլն, ամենամեծ թշնամին արև է։ Մելանոման կարող է տարածվել թե մակերեսորեն, կարող է բարձրանալ մաշկի մակերեսի ներքև, բայց շատ ավելի վատ, երբ որ այն խորանում է մաշկի շերտերով դեպի ներս, այդ ժամանակ արդեն շատ դժվար է բռնել այն պահ, որպեսզի նա չմետաստազավորվի։ Շատ արագ մետաստազավորվում է բոլոր հնարավոր ճանապարհներով, կրկին արյունային։ Ինչ ասել է շատ արագ։ Խոսքը կարող է գնալ ամիսների մասին։ Իսկ մահը կարող է վրա հասնել նույնիսկ մինչև մի տարվա ընթացքում։ Եվ ցավը ինչու՞մն է, որ չկա այնպիսի օրգան, որտեղ մելանոման չի կարող չմետաստազավորվել։ Բոլոր օրգաններում այն կարող է ունենալ մետաստազ։ Դրա համար իհարկե վտանգավոր է ու շատ շարորակ, բայց բարեբախտաբար հնարավոր է կանխել դա ժամանակին հայտնաբերելով կրկին դերմատոսկոպի օգնությամբ։ Իսկ ինչպես կանխել ընդհանրապես դրա առաջացումը, բոլոր մաշկի չարորակ նորագույացությունների առաջացումը իհարկե արևապաշտպանների միջոցով, խիստ պաշտպանվելով արևից։ Այստեղ նաև ժամանակ օգտագործի մի բանի վրա խորանամ, որ կա վախ նաև արևապաշտպաններից, որ վայ արևապաշտպանը քաղցկեղ է առաջացնում, կա այդպիսի վախ ու կան այդպիսի հետազոտություն, որ որոշ արևապաշտպաններ առաջացնում են, բայց բարեբախտաբար դրանք
կամած հանվում են շուկայից եւ արդեն իսկ կիրառվում են այնպիսի արևապաշտպաններ, որոնք չունեն քաղցկեղածին ազդեցություն։ Հետևաբար դրանց օգտագործումը միայն խրախուսելի է։ Եվ ես ուզում եմ մեր բոլոր հեռուստատեղիներին հիշեցնել, որ մենք այս թեմայով ունեցել ենք նաեւ առանձին ու ծավալուն հաղորդում, որը կարող եք դիտել մեր YouTube-յան ալիքում, այնպես որ այն բոլոր հարցերը, որոնք ձեզ կհուզեն, կարող եք գտնել դրանց պատասխանները այդ հաղորդման մեջ, որը կլինի մեր YouTube-յան ալիքում։ Երբ դիմել բժշկին, երբ որ մենք տեսնում ենք մաշկի հատկապես բաց հատվածների վրա, շորով չծածկված հատվածների վրա, ցան, որը շատ հաճախ ասիմպտոմատիկ է, հա, քոր չկա, ցավ չկա, բայց 2-3 շաբաթ եւ ավելի տևում է, այդ դեպքում իհարկե պետք է դիմել։ Երբ որ առաջանում է խալանման գոյացություն, պիգմենտային գոյացություն, որը նախկինում չի եղել, բայց իր գույնով անհամաչափ է, անհամասեռ է, բազմերանգ է, ձևը, եզրերը ոչ հստակ, ել չեմ ասում, եթե այդ գոյացությունը սկսում է ցավել, քոր գալ, այրոց առաջանալ, արյունահոսել, նման դեպքերում կրկին դիմելը անհրաժեշտ է շատ արագ։ Շատ լավ, շնորհակալ եմ, շատ հուսով եմ, որ եղավ իսկապես ինֆորմատիվ եւ բոլոր նրանք, ովքեր ունեն կասկածի առիթներ, չեն ալարի, իսկապես չեմ վախենում այս բառը շեշտել եւ մեկ անգամ գոնե կլինեն մաշկաբանի մոտ, որովհետեւ այդ մեկ այցը, որը կարող է տևել մաքսիմում 10 րոպե, կարող է նաեւ կյանք փրկել։ Այնպես որ սիրելի հեռուստադիտողներ, հետևեք ձեր առողջությանը, իսկ ձեզ հիշեցնեմ, որ զրուցակիցս բժիշկ մաշկաբան Էդուարդ Ավագյանն էր։ Շնորհակալություն սպասարկման համար Klimt Beauty House-ին, որը գտնվում է Գյուրջան 17 հասցեում, հեռախոսահամարն է 077 31 30 74։ Շնորհակալություն, որ մեզ հետ էիք, հաջողություն։